Այսօր այս թեմայի շրջանակներում իմ հյուրն է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի անդամ Զարուհի Բաթոյանը։ Զարուհի, լսում եք ինձ։ Այն փաստը, որ քաղաքապետարանը խոստացել էր առնվազն 10 ավտոբուս ապահովել հաշմանդամություն ունեցողների ազատ տեղաշարժը ապահովելու համար։ Այսօր Երևանի տոնակատարության համար պատրաստում են 200 միլիոն դրամ ծախսել, իսկ իրենց խոստումը ավտոբուսներով ապահովելու այդպես էլ իրականություն չդարձավ։ Իրականում 2013 թվականի գործողությունների պլանում կա նախատեսված քաղաքապետարանի 10 ավտոբուս հարմարեցնել տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար եւ որի համար իրենք նախատեսում են 29 միլիոն դրամ, այս ծրագիրը հաստատված է նաեւ քաղաքապետի կողմից, սակայն այսօր արդեն հոկտեմբերն է եւ որևէ ավտոբուս չկա հարմարեցված եւ որևէ բան այս առումով արված չէ։ Իհարկե տոնակատարությունը շատ լավ է եւ շատ կարեւոր է, բայց շատ կարեւոր է հիշել, որ եւ քաղաքապետարանը եւ այլ պատասխանատուներ ունեն նաեւ պարտականություններ, որոնք պիտի կատարեն, ունեն նաեւ խոստումներ տված մարդկանց, որոնք պիտի կատարեն։ Եվ եթե նույնիսկ Երևանի բյուջեն չունի այդքան մեծ գումարներ տրամադրելու հարմարեցված տրանսպորտին կամ տրանսպորտի հարմարեցմանը, ապա ինչպես որ բարերարներին են այս անգամ ներգրավել, 200 միլիոն դրամով տոնակատարություն կազմակերպելու համար, ապա համոզված ենք, որ նաև այս բարերարները կարող են ավելին ներդնել, ինչու՞ չէ նաև գումարներ, որպեսզի տրանսպորտային միջոց ապահովի եւ ընդհանրապես քաղաքում լուծվի հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի եւ լիարժեք կյանքով ապրելու իրավունքը։ Իսկ դուք փորձել եք դիմել բարերարներին, քանի որ ինչպես ասացիք, ցանկության դեպքում հնարավոր է լուծել այս խնդիրը։ Ձեր կարծիքով Երևանի քաղաքապետարանը, որը ոչ միայն այստեղ բարի կամք պետք է դրսևորի, այլև նման պարտավորություններ ունի ստանձնած հաշմանդամություն ունեցողների խնդիրներն ապահովելու համար, այս խնդիրը ինչպես հարկն է չի ներկայացնում։ Գիտեք, բարերարներ կան եւ կան միջազգային կազմակերպությունները, որոնք գործում են երկրում, որոնք ֆինանսավորում են նաեւ հասարակական կազմակերպություններին տարբեր գործունեություն ծավալել, բայց դրանք այնպիսի գումարների մասին են, որոնք միջազգային կազմակերպությունը, որով կարող է ձեռք բերել գուցե 1, 2, 3 փոխադրամիջոց։ Եվ հետո այստեղ հարցը նաեւ պետական մոտեցումն է։ Միջազգային կազմակերպությունը իհարկե կարող է ներդրում ունենալ, երբ միայն նաև պետական մարմինը երկիրը ղեկավարող, պետությունը եւս մտահոգված է եւ եւս որոշակի քայլեր է ձեռնարկում։ Այսինքն, եթե չկա մոտեցում, եթե չկա ցանկություն, անիմաստ է լինում նաև այլ անձանց ներդրումը նկատի ունեն միջազգային կազմակերպությունների, որովհետև որևէ մեկը չի սպասում, որ մի գեղեցիկ օր կարթնանանք եւ մեր բոլոր երթուղիներում կհայտնվեն այդպիսի ավտոբուսներ, իսկապես դա անհնար է, մենք դա հասկանում ենք, բայց չկա նաև առաջընթաց, որևէ բան չի հուշում, որ քաղաքապետարանը իսկապես մտահոգված է եւ ամեն տարի գուցե, չգիտեմ, 5, 3, 10 ավտոբուս հարմարեցնելով կամ ներկրելով, մարդիկ գոնե կհասկանան, որ խնդիրը տեղից շարժվում է, լուծում է ստանում։ Իհարկե դա միանգամից անել հնարավոր չէ, բայց գոնե կամք եւ պատրաստակամություն ցուցաբերել եւ որևէ բան անել խոստումից բացի շատ կարեւոր է։ Զարուհի, նաև խոսում են տրանսպորտի սակագնի բարձրացման մասին եւ փաստն այն է, որ հաշմանդամների մի մասը հաշմանդամություն ունեցող մարդկանց նրանց միշտ ուղեկցողներ են լինում։ Այս դեպքում նաև տրանսպորտի սակագինը կրկնակի կբարձրանա։ Այս խնդիրը որևէ կերպ հնարավոր է լուծել, դուք բարձրացրել եք այդ խնդիրը, այս հարցը քննարկման առարկա դարձել է։ Այս հարցը քննարկման առարկա համենայն դեպս մեր մասնակցությամբ չի դարձել, մենք հարցը բարձրացրել ենք, որովհետև իսկապես, եթե նույնիսկ կան մարդիկ, որ այս կամ այն կերպ օգտվում են քաղաքային տրանսպորտից, ապա նրանք որևէ մեկի ուղեկցությամբ են օգտվում, ել չեմ խոսում են մասին, որ շատ-շատերը նաև միայն տաքսիներով է հնարավոր նրանց տեղափոխումը, իսկ տրանսպորտի գնի, սակագնի բարձրացումից հետո կթանկանա նաև տաքսիների ուղևորձը։ Այս մասին որևէ քննարկում մեր մասնակցությամբ ամենայն դեպս չի եղել, բայց մենք հարցը անընդհատ բարձրացնում ենք եւ այսօր լրատվամիջոցներից մեկը նաեւ տեղեկացրեց, որ քաղաքապետարանի այդ հանձնաժողովում նաեւ մասնակցում է հաշմանդամություն ունեցող անձ որևէ կազմակերպություն, ճիշտ ասած ես չգիտեմ ով է դա եւ որ կազմակերպությունից է,
բայց այնուամենայնիվ այս խնդիրը դեռևս մնում է չլուծված։ Այսինքն սա եւս մեկ խնդիր է գումարած այն հարցին, որ ընդհանրապես մատչելի տրանսպորտ չկա։ Պարզ է, եւ վերջին հարցը վաղը մեկնարկում է Էրեբունի Երևան տոնակատարությունը եւ որքանով հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիները մասնակից կդառնան այս տոնին ձեր կարծիքով։ Այնքանով, որքանով նրանք մասնակից են ընդհանրապես Երևանի կյանքին։ Այսօր մի քանի անգամ արդեն կրկնել ենք, որ հաշմանդամություն ունեցող ավելի քան 60,000 մարդ է ապրում Երևանում եւ նրանց մեծ մասը ուղղակի մեկուսացած են իրենց տներում։ Չկա տրանսպորտ, հասարակական վայրերը հարմարեցված չեն, թեքահարթակներ են կառուցվում կենտրոնական փողոցներում, միայն դա է դեռևս տեսանելի որևէ արդյունք, այլ որևէ տեսանելի փոփոխություն չկա։ Մարդիկ ուղղակի մեկուսացած են իրենց տներում, ինչ տոնի մասին կարող է լինել խոսքը։ Որևէ մեկը չի զգում, որ նախ ինքը այս քաղաքի լիարժեք բնակիչն է, այս երկրի քաղաքացին է, եւ բնականաբար չի զգա նաեւ տոնի բերկրանքը։ Պարզ է, շնորհակալություն Զարուհի մեր հարցերին պատասխանելու համար, հուսով ենք, որ Երևանի քաղաքապետարանը վերջապես խոստումից կանցնի նաև գործնական քայլերի։